Շնորհակալություն պարոն Վարդանյան, հարգելի գործընկերներ, նախքան դատական օրենսգիր սահմանադրական օրենքում փոփոխություններ նախատեսող Սահմանադրական օրենքի նախագծով առաջարկվող հիմնական փոփոխություններին անդրադառնալը ցանկանում ենք հայտնել, որ նախագծի նախնական տարբերակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի ակտով բացահայտված խախտումները դիտարկել որպես դատավորի պաշտոնի անհամատեղելիության հիմք, հնարավորություն ընձեռելով այդ հիմքով դադարեցնել դատավորի լիազորությունները։ Նախագիծը, որը ներկայացվել էր Վենետիկի հանձնաժողովին, վերջինիս ներկայացրած կարծիքի հիման վրա էականորեն լրամշակվել է, սահմանելով այլ կառուցակարգ։ Այսպես նախագծով նախատեսվել են հետևյալ հիմնական կարգավորումները։ Նախ հստակեցվել է, որ այն դեպքում, երբ դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս թույլ տված խախտումը հայտնաբերվել է օրինակ մի էդ վճռի ուսումնասիրության արդյունքում, ապա այդ հիմքով կարգապահական վարույթ կարող է հարուցվել խախտումը հայտնաբերելուց հետո 1 տարվա ժամկետում։ Նախատեսվել է նաև, որ այս դեպքում կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե օրինակ մի էդի վճռի ուժի մեջ մտնելուց հետո անցել է 15 տարի։ Նախագծի անցումային դրույթներով նախատեսվել է կարգավորում առ այն, որ վերը նշված դեպքում կարգապահական վարույթ կարող է հարուցվել նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կայացված միջազգային դատարանի ակտերով արձանագրված կամ բացահայտված խախտումներով։ Այս դեպքում ևս գործում է մինչև 15 տարվա վաղեմության պայմանը։ Ընդ որում նախատեսվել է, որ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կայացված ակտերով բացահայտված խախտման հիման վրա դատավորի լիազորությունները կարող են դադարեցվել, եթե դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության, անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով։ Այս կարգավորման առնչությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ 2007 թվականի փետրվարի 21-ին ընդունված և 2018 թվականի ապրիլին ուժը կորցրած դատական օրենսգրքով որպես դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքեր նախատեսված է եղել արդարադատություն իրականացնելիս նյութական և դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը։ Այնուհետև 2008 թվականի ապրիլի 8-ի լրացումների արդյունքում հստակեցվեց, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է միջազգային դատարանի կողմից կայացված դատական ակտը, որով հաստատվել է, որ տվյալ գործը քննելիս դատարանը թույլ է տվել կոնվենցիոն խախտումներ։ Այսինքն կարգապահական վարույթ հարուցելու այս առիթը նոր չէ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում։ Ավելին, նախկին դատական օրենսգրքով որպես պատասխանատվության տեսակ սահմանված է դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հանրապետության նախագահին դիմելու կարգավորումը, որը կարող է կիրառվել այն դեպքում, երբ դատավորի կողմից թույլ տրված կարգապահական կոպիտ կամ պարբերական խախտման հետևանքով նա այլևս անհամատեղելի է դատավորի պաշտոնի համար։ Հետագայում 2018 թվականի դատական օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանվեցին դատավորի լիազորությունները էական կարգապահական խախտում կատարելու հիմքով դադարեցնելու կարգավորումները։ Այսինքն Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը հիմնված է եղել այն ընդհանուր տրամաբանության վրա, որ արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, այդ թվում այն դեպքերում, երբ այդ խախտումը օրինակ հաստատվում էր մի էդի ակտով, դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հիմք է, իսկ այդ խախտումը որոշակի չափանիշներին բավարարելու դեպքում կարող էին հանգեցնել լիազորությունների դադարեցման։ Հետևաբար բովանդակային առումով նախագծով սահմանվող կարգավորումները կանխատեսելի են, քանի որ արդեն իսկ նախատեսված են եղել օրենսդրությամբ։ Ցանկանում ենք մեկ անգամ ևս շեշտել, որ այս կարգավորումը կիրառելի է լինելու միայն այն դեպքում, երբ կարգապահական վարույթը հարուցվել է մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կայացած միջազգային դատարանի ակտերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումներով, և եթե խախտումը այնպիսին է, որ դատավորի նկատմամբ պետք է կիրառվի լիազորությունների դադարեցում տույժը։ Սրանով սահմանվում են ավելի խիստ պահանջներ լիազորությունների դադարեցում կարգապահական տույժը կիրառելու համար, ապահովելու համար հանրային շահի առկայությունը Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը համապատասխան։ Շնորհակալություն։